Ամեն ծառը մի նոտա է մեր սիմֆոնիայում, նման բան կարող է լինել։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սիմֆոնիկ Անտառ նախագծով է նշանավորում իր 20-ամյա հոբելյանի համերգաշրջանը։ Սիմֆոնիկ Անտառ կտնկվի մեր երկրում որպես հավերժ կյանքի խորհրդանիշ, ու այս նախագծի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 23-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի յուրօրինակ համերգային երեկոյով։ Երբ որ կա լավ միտքը այնքանով է լավ, մինչև որ կան մարդիկ, կազմակերպություններ, ովքեր օգնում են, որպեսզի այդ միտքը դառնա իրականություն, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ID բանկին, որ միացավ այս նախաձեռնությանը սիմֆոնիկին օգնելու, սկսել եւ հավատալ Սիմֆոնիկ Անտառի գոյությանը։ Շատ ուրախ ենք, որ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը որոշել է հենց այս կերպ նշել իր 20-ամյա հոբելյանը, քանի որ անտառը անդադար վերածնվող կյանքի եւ հավերժության խորհրդանիշն է։ 20,000 ծառերը, որոնք տնկվելու են Ձորաշենում, Շիրակի մարզում, կդառնան նոր անտառ, տարեստարի կաճեն կմեծանան եւ կօգնեն մեր հայրենի բնությանը։ Համերգի մեկ տոմսը առնվազն 1 ծառ է դառնալու Սիմֆոնիկ Անտառում։ Անտառտնկման գործընկերը My Forest Armenia հասարակական կազմակերպությունն է, իսկ համերգի գլխավոր գործընկերը ID բանկը։ Առհասարակ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը բնապահպանությունն է Իդրամի եւ ID բանկի, եւ այս նախաձեռնությունը հրաշալի հնարավորություններ եւս մեկ քայլ կատարելու դեպի ավելի մաքուր օդ, դեպի ավելի լավ պայմաններ, դեպի ավելի անտառաշատ Հայաստան, եւ մենք բնականաբար նաեւ չէինք կարող հնարավորությունը բաց թողնել եւ չաջակցել այս հրաշալի մշակութային իրադարձությանը, որը Սիմֆոնիկ Անտառի հիմնադրմանն է նվիրված։ ID բանկի եւ Իդրամի ուժը նախաձեռնության շնորհիվ Հայաստանում արդեն իսկ բազմաթիվ ծառեր են տնկվել։ Իմ Անտառ Հայաստան հասարակական կազմակերպության հետ համագործակցությունը դեռ 2021-ից են սկսել, ու մինչ այսօր Հայաստանի լերկ սարերը Իդրամի ուժի արդյունքում ծառածածկ են դառնում։ Իդրամի ուժը նախաձեռնության հոկտեմբեր ամսվա ամբողջ գումարը եւս կուղվի անտառտնկմանը։ Իդրամի ուժը նախաձեռնության հոկտեմբեր ամսվա շահառուն Իմ Անտառ Հայաստանը կազմակերպությունն է, եւ Իդրամի ուժի շնորհիվ մենք հույս ունենք տնկելու եւս 6000-ից ավելի ծառ, ինչպես գիտեք, արդեն 30,000-ից ավելի ծառ տնկել ենք համագործակցությամբ այս ընկերության հետ։ Իդրամի ID բանկի նման կազմակերպությունների ներգրավվածությունը խիստ կարևոր է, եթե չասեմ էական է, որովհետեւ մի կողմից նրանք օրինակ են ծառայում ցույց տալով, թե ինչքան որ բիզնեսը ունի նաեւ պատասխանատվություն, սոցիալական պատասխանատվություն, էկոլոգիական պատասխանատվություն, միևնույն ժամանակ այսպիսի պրոյեկտների, այսպիսի նախագծերի շարունակականությունը խիստ կարևոր է մեր պրոյեկտների շարունակականության տեսանկյունից։ Անտառ տնկելը շատ երկարատև գործ է, անտառ աճեցնելը համբերություն, համառություն, մեծ ջանքեր եւ ժամանակ պահանջող գործ է, եւ եթե գործընկերները կիսատ թողեն գործը եւ մեզ հետ միասին չհամբերեն եւ նույնքան համառություն չունենան, ինչպես պիտի հասնենք արդյունքների։ Թե որքան ծառ կտնկվի Իդրամի ուժը նախաձեռնության հոկտեմբեր ամսվա 1 դրամների շնորհիվ նաև մեր հայրենակիցներից է կախված։ Որքան հաճախ վճարումներ իրականացնեն Իդրամ եւ ID բանկ համակարգով, տերմինալներով, առցանց հարթակներով, հավելվածով, այնքան ավելի շատ ծառեր կտնկվեն։ Իսկ թե Սիմֆոնիկ Անտառ համերգի տոմսերը գնեն Իդրամ եւ ID բանկ համակարգով, անտառտնկման ուղղված օգուտը կրկնակի կդառնա։ Իդեպ Սիմֆոնիկ Անտառ նախագծի համերգի տոմսերը գնելիս մեր քաղաքացիները նպաստում են ավելի շատ ծառեր տնկելուն, մոտավորապես նույնն է, ինչ Իդրամի ուժը նախագծի դեպքում, որքան շատ վճարում են կատարում, այնքան ավելի շատ Իդրամներ են ուղղում այս կամ այն նախաձեռնությանը, տվյալ դեպքում էլի ծառատունկին։ Եվ այսպես Արամ Խաչատրյան համերգասրահ հոկտեմբերի 23։ Գնեք համերգի տոմսը եւ դուք ակամայից ձեր ծառը կտնկեք Սիմֆոնիկ Անտառում։